Հայաստանի կառավարությունը հաստատել է երկու նոր կարգ ռազմական նշանակության ապրանքների պետական փորձարկումների և ռազմական գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման ու իրականացման համար։ Այս քայլերը ամրապնդում են պետական կառավարման գործընթացները, ներկայացնում են տեխնոլոգիական պատրաստիության մակարդակների մեխանիզմը նոր արտադրատեսակների մշակման համար և նպատակ ունեն արագացնել ու դարձնել կանխատեսելի ռազմական նոր արտադրատեսակների փորձարկումները։ 2025-ից շրջանառության հարկի դաշտում գործող առևտրական գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսը հարկերը կհաշվարկի նոր մեխանիզմով։ Փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկի դրույքաչափը 10% է սահմանվել, սակայն տնտեսվարողներն իրենց կողմից կատարված փաստաթղթավորված ծախսերի հաշվին ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն ունեն։ Արկ ու վաճառք իրականացնող տնտեսվարողները կարող են շրջանառության հարկի գումարից նվազեցնել ապրանքների ձեռքբերման, այսինքն սկզբնական արժեքի, ինչպես նաև հաշվետու եռամսյակում կատարված վարչական և իրացման ծախսերի հանրագումարի 9.5%-ը, այսինքն 10% հարկ վճարելու փոխարեն տնտեսվարողը հնարավորություն կունենա վճարել շատ ավելի քիչ հարկ։ Հայաստանի մերձեցումը Եվրամիության երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության հետ նրա գործակցության վրա։ Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ռուսաստանը բավարարում է Հայաստանին անհրաժեշտ ապրանքների, ցորենի, շաքարավազի և բուսական յուղի կարիքների մինչև 95%-ը։ Իր հերթին Հայաստանն ապահովում է մրգերի, բանջարեղենի և վերամշակված արտադրանքի անխափան մատակարարումը։ Տվյալները հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։ Պարենի համաշխարհային գների ինդեքսը մայիսին կազմել է 127.7 միավոր, ինչը 0.8%-ով ցածր է ապրիլի մակարդակից, հայտնել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։ Պաշտոնական թվերով եգիպտացորենի և արմավենու յուղի գների նկատելի անկումը գերազանցել է կարագի և տավարի մսի պատմականորեն բարձր գները։ Հացահատիկի գների ինդեքսը նախորդ ամիս ապրիլի համեմատ նվազել է 1.8%-ով, 2024-ի մայիսի համեմատ 8.2%-ով։ Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը մոտ ժամանակներս կբերեն զգալի աճի։ Այս մասին հայտնել է ամերիկյան դաշնային պահուստային համակարգը Ֆեդը։ Այն կրկին չի արձագանքել նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին իջեցնել տոկոսադրույքները։ Վերջինս պարբերաբար հանդես է գալիս նման պահանջով։ Հունվար-մայիս ժամանակահատվածում Վրաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 13.3%-ով և կազմել 9.79 միլիարդ դոլար։ Արտահանումը կազմել է 2.594 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը 7.196 միլիարդ դոլար։ Ամերիկյան Microsoft ընկերությունը նախատեսում է հուլիսի սկզբին կրճատել հազարավոր աշխատատեղեր հիմնականում վաճառքի ոլորտում։ Մայիսին ընկերությունն արդեն հայտարարել էր 6000 աշխատակցի կրճատման մասին, հիմնականում արտադրական մասի մասնագետների և ծրագրավորողների։ Պահանջարկն է ստեղծում առաջարկ հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստեց, որ բազմաթիվ քաղաքացիներ վերհիշեն նույնականացման քարտերի մասին։ 2025-ի հունիսի 17-ի դրությամբ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131104 դիմում։ Հերթագրման համակարգում սպասում է 52160 քաղաքացի։ Նույնականացման քարտ ստանալու հերթերը ձգվում էին ամիսներ։ Ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարում է, կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել։ Այսօրվա կտրվածքով նայենք, օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, որովհետև մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի եւ ըստ այդմ թողունակությունն ավելի մեծացնել այս տեսանկյունից։ Նախորդ տարի նույնականացման քարտ ստացել է 161,000 անձ, սա 2.5 անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից։ Ստացվում է, որ 2025-ի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։ Պատասխանատու գերատեսչությունից ասում են, քարտեր կան, թողարկված են, սակայն քաղաքացիները չեն մոտենում դրանք վերցնելու։ Կան բազմաթիվ կուտակված թողարկված նույնականացման քարտեր, որոնք տարիներ շարունակ շարունակում են մնալ տարածքային ծառայություններում։
Առաջարկում ենք մոտենալ այն տարածքային ստորաբաժանում, որտեղ դիմել եք նույնականացման քարտ ստանալու համար եւ վերցնել արդեն իսկ թողարկված նույնականացման քարտը։ Եթե մի խումբ քաղաքացիներ չեն մոտենում վերցնելու իրենց նույնականացման քարտերը, ապա մյուսները դիմում են քարտ ստանալու, երբ դրա կարիքն անգամ չունեն։ Տեխնիկական սպասարկում իրականացնողներն ուսումնասիրել են էլեկտրոնային հերթագրումների օնլայն հարթակը եւ հայտնաբերել են հերթագրումներ նույնականացման քարտ ստանալու համար այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ ունի վավեր նույնականացման քարտ։ Քաղաքացիներին հորդորում ենք, եթե չեք կորցրել ձեր նույնականացման քարտը եւ այն վավերական է, չեղարկեք ձեր էլեկտրոնային հերթագրումը նույնականացման քարտ ստանալու համար։ Եթե կորցրել եք նույնականացման քարտի PIN եւ PUK գաղտնաբառերը, բայց այն վավերական է, այս դեպքում եւս անհրաժեշտություն չկա նոր քարտի համար դիմել։ Նման պարագայում պետք է պարզապես մոտենալ բջջային օպերատորին եւ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կառավարությունն իր հունիսի 29-ի նիստում Հայաստանի տարածքից Սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին որոշում է կայացրել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը բխում է Սևանալճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Սևանալճում Սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանալճում նկատվում է Սիգի կենսազանգվածի աճ։